Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանին անձեռնամխելությունից զրկելու հարցի քննությունը կշարունակվի վաղը, ԿՀ-ի շենքի բակում այսօրվա նիստից հետո հայտարարել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Փաստաբանը հայտնել է, որ գործը կապ ունի դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանի դեմ հարուցված կեղծ ու շինծու մեղադրանքներին։ Արմեն Ֆերոյանն էլ շատ փակագծեր չբացելով հայտարարել է, որ ներկայացված 1.5 հատոր նյութերը անընթեռնելի են եւ որևէ աղերս չունեն իրականության հետ։ Նրա խոսքով միջնորդության մեջ նշված է Նարեկ Կարապետյանի անունը, սակայն կից փաստաթղթերում նրան վերաբերող որևէ տվյալ կամ հիմնավորում գոյություն չունի։ Ֆերոյանը վստահ է, գործն ամբողջությամբ միտված է նրան, որ Նարեկ Կարապետյանը չկարողանա մտնել ազգային ժողով։ Հարգելի գործընկերներ, ասել, որ անօրինական է, ապօրինի է, կնշանակի մենք ոչ մի բան չենք ասում, վաղուց ենք մենք սա փաստել, որ գործ ունենք ակնհայտ քաղաքական հետապնդման հետ, բայց մենք դրա մասին ավելորդ ենք այս բային համարում խոսել, դա ինձ թվում է մեր ողջ ազգն է տեսնում, սա ինչ որ շոուի բաղկացիչ մաս է եւ միտված է նրան, որ անեն ամեն ինչ, որ Նարեկ Կարապետյանը չգնա ազգային ժողով։ Իրավաբանական տեսանկյունից փաստաբանները նաև անհասկանալի են որակել այն հանգամանքը, թե ինչպես է ԿՀ-ն փոխել իր դիրքորոշումը։ Ֆերոյանը հիշեցրել է, որ նախկինում հանձնաժողովն արդեն իսկ վերադարձրել էր դատախազության միջնորդությունը, նշելով, որ նման լիազորություն չունի։ Մինչդեռ հուլիսի 13-ին ներկայացված գրության հիման վրա այժմ փորձում են այլ մեկնաբանություններով ընթացք տալ գործին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հակադարձելով փաստաբան Արամ Վարդևանյանի այն պնդմանը, թե ԿՀ-ն իրավունք չունի Նարեկ Կարապետյանին զրկելու անձեռնամխելությունից, հայտարարել է, թե ընտրական օրենսգրքի համաձայն ընտրված, սակայն դեռևս լիազորությունները չստանձնած падգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու գործընթացը կարող է տեղի ունենալ բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Ըստ էության մինչև օգոստոսի 2-ը, եթե արձանագրությունում ընտրված падգամավորներից որևէ մեկի հետ կապված քրեական հետապնդում հարուցելու խնդիր առաջանա, այո, պիտի դատախազություն դիմի կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ համաձայնություն ստանա, այնուհետև նոր քրեական հետապնդումը հարուցի, եթե չստանա համաձայնությունը, չի կարող այդ քրեական հետապնդումը հարուցել։ Օգոստոսի 2-ի 10:00-ից սկսված արդեն падգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համար դատախազությունը այլևս պետք է դիմի խորհրդարան։ Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ ԿՀ-ի բակում հայտարարել է, որ Հովակիմյանի խոսքերը որևէ առնչություն չունեն իրականության, օրենքի եւ տրամաբանության հետ։ Վարդևանյանը հողում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշմանը շեշտել է, որ ՍԴ-ն օգտագործել է ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ падգամավորի կարգավիճակ եզրույթը։ Վարդևանյանի պնդմամբ падգամավորի կարգավիճակը ձեռք է բերվում վկայականով եւ համապատասխան արձանագրությամբ, իսկ նման վկայականներ արդեն իսկ տրամադրվել են։ Հետևաբար ինչպես կարող է կենտրոնական ընտրական հանձնաժողովը անձի անձնական ազատությանը վերաբերող հարց քննել։ Փաստաբանը նաև հայտնել է, որ չնայած իրենց դեռևս չեն տրամադրել գործի նյութերը, սակայն նրանք չեն պատրաստվում ներկայացնել ժամկետ տրամադրելու կամ նիստ հետաձգելու միջնորդություն, առաջնորդվելով Նարեկ Կարապետյանի դիրքորոշմամբ։ Միառժամանակ Վարդևանյանը պահանջել է, որ այսօրվա նիստը անցկացվի դռնբաց կարգով։ Ասեցին, որ բարձում են գյուղտեխնիկան, Գեղարքունիքի։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը Ստեփանավանի գյուղերի բնակիչներին խոստացած նվերի հետևից է գնացել։ Անցյալ շաբաթ տեղի ունեցած բնակիչների հետ հանդիպան ժամանակ նրանք որպես առաջին եւ ամենահրատապ խնդիր նշել էին գյուղտեխնիկայի բացակայությունը։ Այս գեղեցկուին շատ շուտով մեկնելու է Ստեփանավան, Գյուլագարակ, Կուրթան եւ տարածաշրջանում բարեգործական հիմունքներով մասնակցելու է գյուղատնտեսական աշխատանքներին, որի արդյունքում գյուղատնտեսները կկարողանան ունենալ էժան բերք, քիչ կորուստով բերք, իսկ մենք կլինենք երջանիկ, որ մեր հայրենակիցները վերջապես հաղթահարեցին այս տասնամյակներով տևող խնդիրը։ Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի ավիացիոն շարժիչներ եւ ռազմական տեխնիկա արտադրող գործարանում։ Բռնկումը ըստ նախնական տվյալների տեղի է ունեցել Պաչյունի պատճառով։ Տեղի ունեցածի մասին պաշտոնական արձագանք դեռ չկա։ Իլհամ Բռնապետ, ազատ արձակիր քաղբանտարկյալներին։ Այս վանկարկումներով ու բողոքի ցույցով են Բեռլինում ադրբեջանցի քաղաքական վտարանդիները դիմավորել Իլհամ Ալիևին։
Azərbaycanda fəaliyyəti üçün Ալիև մերձ հանդիպման ընթացքում Բաքուն եւ Բերլինը երկկողմ համագործակցության ռազմավարական օրագրի մասին հռչակագիր են ստորագրել։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Հարավային Կովկասում խաղաղություն, անվտանգություն եւ կայունություն ունենալը անհրաժեշտություն է։ Նա շեշտել է, որ Գերմանիան եւ Եվրամիությունը լիովին հանձնառու են այս աշխարհաքաղաքական կարևոր տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Մերցը նաեւ շնորհավորել է Իլհամ Ալիևին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախաստորագրման կապակցությամբ։ In den letzten 14 Monaten immer wieder leider ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին։ Սա վերջին 17 տարվա ընթացքում լիբանանյան պետության ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Վաշինգտոն։ Բանակցությունների գլխավոր թեմաներն են եղել Իսրայելի եւ Լիբանանի միջև հաստատված շրջանակային համաձայնագրի իրագործումը, Լիբանանի հարավից իսրայելական զորքերի դուրսբերումը, ինչպես նաեւ Հեզբոլա շարժման զինաթափման եւ երկրում լիբանանյան բանակի վերահսկողության վերականգնման հարցերը։ Սպիտակ տանը կայացած հանդիպման եւ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունինը քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանը տասնամյակներ շարունակ անարդարացիորեն տուժել է եւ ենթարկվել լուրջ մարտահրավերների, սակայն այժմ ամեն ինչ արվելու է երկրին աջակցելու եւ այն արժանի հարգանքով ու անվտանգությամբ ապահովելու համար։ Անդրադառնալով Իսրայելի եւ Լիբանանի միջև ձեռք բերված շրջանակային համաձայնագրին, Լիբանանի նախագահը այն պատմական ձեռքբերում է որակել ուղղված երկու երկրների միջև թշնամության վերջնական դադարեցմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև լիբանանյան բանակի հզորացման, երկրի հարավում անվտանգության վերականգնման եւ Հեզբոլլահի գործունեության հետ կապված հարցեր։ Լիբանանի նախագահը ընդգծել է երկրի զինված ուժերի կարևորությունը որպես պետականության եւ կայունության հիմնասյուն, ակնկալելով ԱՄՆ-ի շարունակական քաղաքական եւ նյութական աջակցությունը։ Եմենցի հութիները Կարմիր ծովում հայտարարել են Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին, ինչը կարող է Մերձավոր Արևելքում պատերազմի նոր ճակատ բացել, հայտնել է New York Times-ը։ Հութիները չէին միջամտում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ընթացող հակամարտությանը, սակայն Վաշինգտոնի դաշնակից Սաուդյան Արաբիայի դեմ նրանց նոր քայլը կտրուկ փոխել է իրավիճակը։ Եմենական խմբավորման այս գործողությունը ոչ միայն սպառնում է ընդլայնել տարածաշրջանային պատերազմի աշխարհագրությունը, այլև կարող է ել ավելի խաթարել էներգակիրների համաշխարհային մատակարարումները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի ձեռնարկած վճռական քայլերի շնորհիվ Իրանը կտրուկ թուլացել է եւ նույնիսկ եթե ամերիկյան ուժերն այսօր դուրս գան տարածաշրջանից, իրանական կողմին շուրջ 20-ից 25 տարի կպահանջվի նախկին ներուժը վերականգնելու համար։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, Թրամփն ընդգծել է, որ Իրանի միջուկային համաձայնագրի չեղարկումն ու նախկինում միջուկային օբյեկտների ուղղությամբ իրականացված հարվածները վճռորոշ դեր են խաղացել։ Նրա խոսքով առանց այդ քայլերի հիմա չէր լինի ոչ Իսրայելը եւ ոչ էլ Մերձավոր Արևելքի մի շարք այլ երկրներ։ ԱՄՆ նախագահը նաեւ խստորեն դատապարտել Իրանի ղեկավարության գործողությունները, հավելելով, որ ցանկացած նոր միջուկային օբյեկտի ստեղծման կամ վերստին կառուցման փորձի դեպքում Միացյալ Նահանգները անհապաղ եւ չափազանց կոշտ հարվածներ կհասցնի այդ տարածքներին։ Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ կուլիսային երկխոսությունների ընթացքում իրանական կողմը ցանկանում է հանդիպել եւ հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել։